Ողջունեմ ցես բոլորդ մեր սիրելի եւ բադվական եղբայրներ եւ քույրեր Ողջունեմ գիտեք որու անունով Պատրաստ ես ստանալու այն մեծ ավետիսը Պատրաստ եք ստանալու այդ մեծ ավետիսը Քրիստոս հարյավ իմ մերելոց Քրիստոս հարյավ իմ մերելոց Wow, ինչ մեծ ավետիս, ինչպես որ սիրելի մեր երդասարտները փարապանությունը պաշտամունքը առաջնորդեցին եւ մի երկին մեջ խոսքը սա էր որ մեծակույն ավետիսն է որ դարածեցեք բոլոր աշխարհին բոլոր մարդկության որտեվ սա մեծակույն ավետիսն է Քրիստոս Հիսուսի հարությունը Մերելներեն հարությունը փառք իր սուրբ անվանը հալելույա հալելույա Չեմ գիտեր քու բարակատ ինչպես էր բայց այս արդու երբ որ ես արտնցա դարբեր ուրախություն մգար մեջս Աստված իմ գսեմ այսօր ինչու համար այսչափ ուրախ եմ Անշուշտ գիտեմ պատճառը բայց չեմ գրնար վերլուծել ինչպես այդ ուրախությունը մարմնիս մեջ շրջան է որովհետև այսօր գիտեմ որ այսօր այն օրն է որ երբ ես բարդված էի, երբ ցախողած էի, երբ գոդրած էի, երբ ինգած էի Հիսուս Քրիստոսի միջոցով անոնք բոլորը փոխվեցան, հաջողության փոխվեցան, հաղթության փոխվեցան, հարության փոխվեցան եւ ամեն բան իմ կյանքիս մեջ փոխվեցավ։ Քու կյանքիդ մեջ փոխվեցավ, փառք իր սուրբ անվանը։ Հալելույա, հալելույա, փառք իր սուրբ անվանը։ Գուզեմ գարտալ ցեզի Համարը քանի համարներ ավելի ճիշտը առաջին Կորինթացիս 15-րդ գլխուն Առաջին Կորինթացիս 15-րդ գլխուն 13-րդ համարեն գարտամ Եթե ցանոթ չես առաջին Կորինթացիս 15-րդ գլուխը Պողոս Արաքյալ գխոսի ամբողջությամբ հարության նյութին մասին Գխոսի Հիսուս Քրիստոսի հարության մասին, գխոսի եկեղեցին հարության մասին, որ Քրիստոսով իրավունք ունեցանք, առանց նա շնորհումը ունեցանք հարության խորհուրդը, հարության հաղթությունը ունենալու։ Եվ անոր մասին է որ գխոսի, անոր մար ուզեցի մի քանի համարներ գարտալ փոխան մեկ համարի։ Ուրեմն առաջին Կորինթացիս 15-րդ գլխուն 13-րդ համարեն Անուն հոր եւ որդվո եւ ոգին սրբո ամեն Ուրեմն եթե Քրիստոս կքարոզվի որ մերելներեն հարություն արած է Ինչպես ցեզ մեկ քանիները գսեն թե մերելներու հարություն չկա Եթե մերելներուն հարություն չկա ուրեմն Քրիստոս ալ հարություն արած չէ Եվ եթե Քրիստոս հարություն արած չէ ուրեմն մեր քարոզությունը բարաբ է ու ցև հավատ գնալ բարաբ է Եվ մենք ալ Աստծո սուտ վգաները գլանք որովհետև Աստծո համար վգայություն դվինք թե ինք մերելներեն հարուցանեց Քրիստոսը Եթե մերելները հարություն չեն առներ ուրեմն զանիգա չէ հարուցած Քանզի եթե մերելները հարություն չեն առներ Քրիստոս ալ հարություն արած չէ Եվ եթե Քրիստոս հարություն արած չէ ցեր հավատքը բարաբ է ու դակավին ցեր մեղքերուն մեջ եք նույնպես Քրիստոսով ննչողներն ալ գործված են Եթե միայն այս կյանքին համար Քրիստոսին հուսացած ենք մենք բոլոր մարդոցմեն ավելի խղճալի ենք Բայց ճշմարիտ է թե Քրիստոս մերելներեն հարություն արած է Բայց ճշմարիտ է թե Քրիստոս մերելներեն հարություն արած է ննչեցյալներուն Առաջին բդուղը Ամեն Ուրեմն ով մահ քու խայթոց ուր է ով մահ քու խայթոցդ ուր է ով քերեզման քու հաղթությունդ մահվան խայթոցը մեղքն է ու մեղքին ուժ օրենքը Բայց կողություն Աստծո որ մեզի հաղթություն գուտա Տեր Հիսուս Քրիստոսի ցերկով Ամեն Հալելույա, փառք իր սուրբ անվանը, հրամեցեք սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Փառք իր սուրբ անվանը։ Հալելույա,
այսօր հարություն է եւ հարության տոնն է։ Այսօր մենք գտոնենք ուրախությունով Տեր Հիսուս Քրիստոսի հարության տոնը։ Գիտեք, թեփ մլսած եմ, վստահ չեմ իրական է թե անեկդոտ է, բայց ասիցեզ հետ գիսվիմ։ Ամերիկային ընտանիք մը գմնած են Հրեաստան երթալ, գիտեք, Երուսաղեմ երթալ։ Ամեն մեկ քրիստոնյայի սրտի մեջ կա այս մեկը, որ երթա այսպես այցել է այն դեղերը, ուր Հիսուս ապրեցավ, հրաշքներ գործեց, շրջեցավ, ամեն ընտանիքի համար։ Այս ընտանիքը կպատրաստվի այրը, գինը եւ զավակները, հանգարց գնոջ մայրը գսե որ ես ալ կպապակիմ, գիտես, կյանքիս մեջ այս առավելությունը չեմ ունեցած եւ կընկերանա։ Ուրեմն ընտանիքով Երուսաղեմ գուկան, Հրեաստան գուկան եւ գշրջին եւ հանգարց աներ մայրը գանան կստանա։ Հիվանդանոց կվերցնեն այսպես անպես հանգարց կմեռնի գինը։ Այդ իրենց այցելությունը ամփոխը կխանգարվի։ Անշուշտ դեղեցություն ու դամ պոլիսին եւ այլն եւ գուկան եւ գարցնեն մարդուն գսեն որ նայր երկու choice ունիս գրնաս զինքը հոս թաղել Երուսաղեմի մեջ եւ գրնաս զինքը Ամերիկա դանել եւ ոնդերը քու քաղաքը թաղել բայց ասենք քեզի որ Ամերիկա դանելը եւ հոն թաղելը մոդավարպես գրնաբադիգեն ավելի երաբադիկ պիտի ծախսնայի քեզի հոս թաղելը շատ ավելի աժան է թյուրն է մարդը գսե չէ գնախնդրեմ հետստանիմ Գսեն ինչու, որտեվ գսել լսեցի, որ ասկի առաջ մեկը մերեր, հարություն արեր է։ Երեկ որ վերջ հարություն արավ, մեկը մերավ, չէ հետս կդանիմ։ Չեմ գիտեր իրավ է այս թեպքը բատմությունը կամ անեկդոտ է, I'm not quite sure, բայց ասի այս հարության ուղղությամբ այս ասենք բատմությունը բատմել է հետ Կանք եւ մեր փուն ուրախության մեր celebration-ի գորիզ եղող հարության տոնը գիտեք հարությունը սիրելին էր աստվածաշունչի մեջ քրիստոնեական կյանքի մեջ Հիսուսի կյանքին թեփկերուն վրա ավելցված թեփը չէ ասեմ ցեզի եթե մինչև իմ այդպես կմտածեիր խնդրեմ միտքդ փոխե հարության տոնը Հիսուս Քրիստոսի կյանքին մեջ Հիսուսի կյանքին մեջ եղող թեփկերուն վրա ավելցված թեփը չէ բոլոր թեփկերը գախյալ են այս թեփկեն երկու օրեր առաջ մենք այստեղ էինք եւ Քրիստոսի չարչարանքները եւ խաչելությունը հիշեցինք եւ հիշեցի ցեզի թե սա ինչ մեծ շնորհք է որ բադահեցավ եւ գիշեք ասի որ խաչը եւ խաչի մահը մարդկային պատմության մեջ ամենեն մեծ խնդիրներն մեկը լուծեց ամենեն մեծ խնդիրը լուծեց գիշեք ինչ էր անիկա որ հիշեցի ցեզի մեղքը այսօր մի տեսնենք թե հարությունը մարդկային պատմության մեջ ամենեն մեծ խնդիր եղող գարկմը բաները լուծեց անոր մասին է որ ցեզ հետ պիտի գիսվիմ գուզեմ մեկ հատ ցեզ հետ դանիլ առաջին թար աշակերտներուն հետ լանք Okay հաջիս այսպես ինչ կսեն ինչ թանել է անիկա որ մեզ գդանի history թանել կամ այսպես միտքովդ յետև գերտաս մուվիներ ալգամ որ գարնեն քեզի 200 տարի առաջ կդանին 300 եկեք 2000 տարի առաջ երտանք աշակերտներուն հետ Հիսուս երբ որ աշակերտներուն հետներ իրենց քանիցս ասավ որ որդի մարդով պիտի ցերպակալեն պիտի չարչարեն զինքը խաչը պիտի հանեն Եվ հավանաբար Հիսուսի աշակերտները քիչ կամ շատ ասմեգը հասկացան որովհետև աննախընթաց թեփը չէ որովհետև գիտեին որ մարդ կրնա ցերպակալվի չարչարվիլ խարազանվիլ եւ իդ խաչին վրա խաչեն հռոմեական գայսրության
թադավջիրը, մահվան թադավջիրը սա էր, խաչը։ Անձանոտ բան մչեր իրենց համար։ Բայց երբ որ Հիսուսը ասա, որ երրորդ օրը հարություն պիտի առնեմ, իմ գարձիկս է, չգրցան հասկանալ, չգրցան ըմբռնել։ Հիմա քեզի հարցում մարցնեմ։ Անգեղծ եղիր դու քեզի հետ։ Եթե այսպես անց մգա, որ շատ լավ դպավորություն ունիս իր մասին։ Շատ լավ դպավորություն ունիս։ Քեզի ասե, որ իմ մահս շատ մոտ է։ Գզարմանաս։ Գրնալը լսես, որ գարելի է։ Գրնալը հիվանդ է, գրնալը ոևէ մեկ բարակամու ունի, որ քեզ մե անհայտ է, չես գիտեր։ Բայց եթե քեզի ետ կսե, որ նայր, ես պիտի մեռնիմ, երրորդ օր ետ հարություն մի դառնեմ եւ երկու կամ քեզ հետ կտեսնվիմ, անգեղծ եղիր գահավատաս։ Գիտեք ինչու համար աշակերտները չգրցան համոզվել, չգրցան հասկանալ, ըմբռնել, կոմպրեհենսնել, որտեւ աննախընթաց թեփմն է, չէ բադահած անցյալին։ Այո, մերելներու հարություն եղած է, բայց մերելներու հարությունը միշտ մարդոց միջամտությունով եղած է։ Հիսուս Ղազարոսին հարություն առնել դպավ, բայց ինքն էր միջոցը, երբ ասավ Ղազարոս դուրս եկուր, կամ այդ 12 տարեկան այդ աղջնակը, որ ասավ Դալիթա գումի եւ ելավ։ Սա իր տեսակի մեջ աննախընթաց է, բադահած չէ այսպիսի թեփը, որովհետև այս թեփքի մեջ միջամտություն չի գա, այլ անցիմը, այլ մարդումը միջամտությունը չի գա։ Սա Հիսուս Քրիստոս կսե ես հարություն պիտի առնեմ, երրորդ օրը հարություն պիտի առնեմ, աշակերտները չգրցան հասկանալ։ Ասեմ ցեզի։ Եթե ես ալլայի, ես պիտի չհասկանայի։ Քեզի ասեմ դու ալլայիր, դու պիտի չգրնար հասկանալ։ Գիտեք, ճիշտ անոր համար, երբ որ Հիսուս հարություն արավ, հաջորդ օրը ճամփարծավ։ 40 օրոս մնաց։ Գիտեք ինչու համար։ Գնաց տեսնվեցավ, գրգին տեսնվեցավ։ Գիտեք հարութենեն վերջ աշակերտներուն անհավատության մասին քանի անգամ իշխված է ավետարաններում մեջ։ Ցեզի միայն Մարգոս ավետարանի մի քանի խոսքերս եմ նայեցեք։ Մարգոս ավետարանը միայն չեմ խոսիր Ղուգասը, Հովանուն, չեմ խոսիր Մատթեոսը։ Նայեցեք։ Հիսուս մեկ շաբթի արդուն հարություն արած առաջ Մարիամ Մագդաղենիցին երևցավ, որ մե 7 թև հաներ էր։ Անիկա կնաց անոնց բատմեց, որոնք իր հետն էին, այսինքն աշակերտներուն, երբ սուրբ կնեին ու գուլային։ Հիսուսի համար սուկ կնեին ու գուլային, նայեցեք ինչ կգատանք, իսկ անոնք երբ լսեցին, թե գենթանի է և երևցավ, չհավատացին։ Հավատալի չէ։ Թյուրը հասկանալի չէ, թյուրը ըմբռնելի չէ, նույն հատվածի մեջ, ետքը ուրիշ գերբարանքով երևցավ անոնց մե երկուքին, մեծ հավանությունով Էմամոսի ճամփորդներն էին, որոնք քալելով արդը գերտային, անոնք քացին մյուսներուն պատմեցին, անոնք ալ չհավատացին։ Ասի քանի համարներու միջև է, գիտեք երկու անգամ իշավ, շարունակեմ։ Վերջը 11-ին երևցավ, երբ սեղան նստած էին ու թադաբարդեց իրենց անհավատությունը եւ սրդերնուն գարզրությունը, վասնզի որոնց որ ինք երևցավ մերելներեն հարություն արած, իրենք չհավատացին։ Առաջին անգամ որ երբ որ տեսան Հիսուս եկավ եւ իրենց մեջտեղ կանգնեցավ, գիշեք ինչ կարծեցին իրեն։ Ոգի Չի հավատացին այն խոսքին, որ Հիսուս ասավ, թե ես երրորդ օրը հարություն պիտի առնեմ։ Առաջին դպավորությունը ինչ էր մտքերնի մեջ, ասիկա հոգի է, կամ ոգի է, եւ այլն։ Հիսուս փաստել ուզեց իրենց Թոմաս, եկուր։ Մատները դար եւ մխրջե այս վերքերուս տեղը։
Ըսավ դեսեք թե ես հոգի չեմ, մարմին եւ ոսկոր ունիմ։ Նոր ինչ հավատացին։ Վերջին չսավ իրենց գիտեք, ուդելիք ունիք, ջաշ։ Նստավ իրենց արջևը սկսավ ուդելու։ Գիտեք ինչու համար։ Որպես իրենց ցույց տա, որ ես գենթանի եմ, ես հարություն արած եմ, ես մարմին եմ, ես հոգի չեմ, ոգի չեմ, երևցած երևույթ չեմ ես նույն Հիսուսն եմ, որ քիչ առաջ մերա թաղվեցա եւ հիմա հարություն արած եմ։ Այս մեկը Հիսուս համոզելու համար իրենց 40 օր դևեց։ Ես վստահ եմ, որ այդ 40 երկար օրերը ասոր համար մնաց։ Որբեսի անոնք համոզվին, որբեսի անոնք գիտնան եւ հասկանան, թե ինքն է, նույն Հիսուսն է, որ մեռավ եւ հարություն արավ։ Գիտեք, ինձ զարմանք եղող դեպքը ինչ է։ Որ Հիսուսի աշակերտները չգրցան այս մեկը հասկանալ, բայց դպիրները, փարիսեցիները եւ սատուկեցիները հասկացան այս մեկը։ Գրցան այս մեկը հասկանալ իրենց մարդկային մտքով։ Գիտեք ինչու համար։ Կացինգս է բիղադոսին եւ ասին, որ գիտես, այս մոլորեցուցիչը աշխարհեղածադենը խոսքը գսեր, որ հարություն մի դառնեմ, երրորդ օրը հարություն մի դառնեմ։ Եվ մենք կվախնանք, որ հանգարց քիշերով իր աշակերտները կան եւ անոր մարմինը առնեն եւ հանգարց մեծ լուրմը դարածվի, ասելով, որ հարություն արավ եւ վերջին մոլորությունը ավելի մեծ լական առաջինը։ Ուրեմն հաջիս մեզի բահակներ դուր, որբեսի հսկեն։ Բիղադոս սավ դուք բահակներ ունիք, կացեք, հսկեցեք։ Գիտեին Փարիսեցիները, տբիրները, սատուկեցիները գիտեին, որ Հիսուս ըսավ թե հարություն պիտի առնեմ եւ անոր առաջ ուզեցին առնել։ Քացին եւ բահակները ինչերին այդ քերեզմանին շուրջը թրին։ Քոնեսին 3 օր այստեղ դուք բահագություն ըրեք, որ չլա թե այսպիսի բամը ըլլա։ Հասկացած էին, որ թեփը պիտի բահի, ինչպես եւ ինչ կերպով վստահ իրենք ալ չէին գիտեր։ Անոր համար բահակներ թրին։ Երբ որ սիրելիներ Հիսուս հարություն արավ, աշակերտները հասկացան հարությունը ինչ կնշանակի։ 40 երկար օրեր իրենց հետ մնացի երկրի վրա։ Ամեն մեկ անգամ իրենց ցույց կտար, որ ինքը հարուցյալ դերն է եւ փրկիչն է։ Գահանտիբեր գիներուն, գահանտիբեր երկու աշակերտներուն ճամփորդության ընթացքին, հաջող 11-ին հետ միասին եղավ։ Եվ Պետրոս կնաց եւ ցկնորսության կնաց եւ իրեն յետևեն եւ իրեն հետ եղողները յետ կանչեց հրավիրեց եւ ասավ որ Սիմոն Հովնանի որդի զիս անոնց մե ավելի գսիրես եւ զանոնք փորձեց ցույց տալ որ ես գենթանի եմ եւ գենթանիկու Աստվածը դեմ։ Գիտեք այս բոլորը երբ գրցան աշակերտները մարսել։ Գիտեք երբ մարսեցին Հիսուսի այս 40 օրյա ուսուցումը դեսնվիլը հարության այս միտքը գիտեք երբ գրցան մարսել։ Բենդեգոստեի օրը։ Բենդեգոստեի օրը գրցան հասկանալ։ Գիտեք ինչու համար ասեք ակասեմ, կովես չեմ պերեր, ծեր ուշադրությունը կրավելու մասին չեմ մտածել, կխոսիմ ծեզի ճշմարտություններու մասին։ Երբ որ կգարցան կորց առաքելոցը երկրորդ գլուխը, եւ կտեսնենք, որ հոնդեղը Սուրբ Հոգին իջավ, չէ։ Սուրբ Հոգին երբ որ իջավ, Պետրոս առաքյալ դուրս ելավ եւ տեսավ հոց բազմությունը եւ սկսավ անոնց կարոզելու։ Ծեր գարձիկով որու մասին կարոզեց։ Որ Հիսուսի մասին, հարուցյալ Հիսուսի մասին ցեզի գարտամ մի քանի այսպես
խոսքեր, որ Պետրոս Արաքյալ կորձածեց հոնդեղը։ Նայեցեք, 24-րդ համարի մեջ կամ անիգա Աստծո որոցված խորհուրդով ու գանխակիդությունով մատնված ըլլալով արիք եւ անօրեններու ցերկով փայդի վրա կամեtlով սպանեցիք։ Յետք գիտեք ինչ կսե։ Բայց Աստված հարուցանեց զայն մահվան ցավերեն քագելով, քանզի հնարավոր չէր, որ ինք անգե բռնվի։ Արաքյալները, որ չէին գրծած հասկանալ, չէին գրծած իմանալ, օդարեր իրենց հարության խորհուրդը, հիմա Սուրբ Հոգին անոնց վրա երբ որ իջավ, սկսան նույն հարությունը կարոզելու։ Եվ աշակերտներուն համար ասեմ ցեզի, բոլոր իրենց կյանքին ընթացքին հարությունը, Հիսուս Քրիստոսի հարությունը առաջնահերթ կարոզության նյութ եղավ։ Ինչու համար։ Եթե կարոզեին Հիսուսին խաչելության մասին, հետս կետրոնացեք, եթե կարելի է։ Եթե կարոզեին Հիսուսի խաչելության մասին, ժողովրդին համար ուրբաթ օրը խոսեցանք, խաչելության մասին կարոզելը շատերուն համար, գործվածներուն համար ինչ է։ Հիմարություն է։ Բիդսեմ որ ինքը չէ իրեն պես հազարավոր մարդիկ խաչվեցան։ Ինչ տարբերակ։ Իր արդեն աչին եւ ցախին երկու ավազակներ ալ խաչվեցան։ Մեզի մի խոսիր, մեզի մի կարոզեր խաչելության մասին։ Խաչելությունը անեցք է, խաչելությունը մարդուն թադաբարդություն է։ Եվ Աստծո խոսքի մեջ կգարտանք, անիդյալ է ան որ դախտագեն կգախվի։ Ինչի մասին խոսիկ դուք։ Բայց երբ Հիսուսի աշակերտներուն կարոզին նյութը, գորիզը հարություն եղավ, սա աննախընթաց բան է։ Բոլոր հрьяաները, բոլոր հույները, բոլոր հռոմացիները դեսան շատ մխաչյալներ, որոնք մերան եւ երթալով քերեզմանի մեջ դրին եւ հոնալ մնաց։ Միագներ, որ Հիսուս Քրիստոս այդ քերեզմանի մեջ են հարություն արավ։ Անոնց աշակերտներուն կարոզությունը սկսավ հարության մասին։ Հարության մասին։ Եվ նույնիսկ այս կարոզի մեջ Պետրոս Արաքյալի կարոզի մեջ մեջբերում գնե Սամոս 23-րդը։ Գիտեք Սամոս 23-րդ գլխում մեջ գիհիշե Դավիթ մարգարեանա Հիսուսի մասին եւ գսե Սուրբիդալ աբագանություն դեսնել պիտի չդաս։ Իմ մարմինս քերեզմանի մեջ պիտի չթողուս ու Սուրբիդ աբագանություն դեսնել պիտի չդաս։ Այս մարգարեությունը, որ Հիսուսի մասին Դավիթ գնե Պետրոս Արաքյալ մեջբերում գնե, գսես Աստված զանիգա հարուց։ Քրիստոսը պիտի հարուցանե, որ իր աթորը նստի։ Սա խոսքերը նոր են, Պետրոսին խոսքերն են։ Աշակերտներուն կարոզության գորիզը հարություն եղավ։ Եվ որբեսի գարենամ ցեզի վստահեցնել այս մեկը, երբ հութան Կնաց եւ ինքը գախեց եւ մերավ։ Աշակերտները փորձեցին փոխարինել մեկը։ Գարտան Կորձ Արաքելոսի առաջին գլխում մեջ, որ գանչեցին եւ երկու հոգի կդան, որ երկուքե մեկը փոխարինվի Հիսուսի որպես 12-րդ Արաքյալը։ Գիշեք ինչ էր պայմանը, որ այդ անձը ընդրվի որպես 12-րդ Արաքյալ։ Այ վիճակ ցկեցին որպեսի ընդրեն, բայց այդ երկու տեխնացուները ինչ առավելություն պետք է ունենային, որ գարենային հութային դեղը փոխարինվիլ։ Քարոզիչ պետք է լային։ Սուրբ Հոգիով լեցված պետք է լային։ Ինչ ագանադես Կորձերուն եւ հարության դերորդն եմ արալ գույր գարտամ ցեզի հալելույա նայեցեք այսպես կգարտանք առաջին գլխուն Ուրեմն պետք է որ այս մարդոցմեն, որոնք մեզի հետ էին, այն բոլոր ադենը, երբ Տեր Հիսուս մեր մեջ մտավ ու ելավ,
Հովանեսի մգրդութենեն սկսած մինչև այն օրը, որ մեզ մե համբարձավ, անոնց մեկը մեզի հետ վգա լա անոր հարությանը։ Եթե այս երկուքը Հիսուս Քրիստոսի հարության վգա եղած չէին գրնար փոխարինել ութային դեղը, չէին գրնար ամբողջացնել 12 առաքյալներուն թիվը։ Այսքան կարևոր է։ Եվ երբ որ սկսան հարության մասին քարոզել քեզի ասեմ, չարը, սատանան գրնա մսել իր բաթմության մեջ մեծակույն հարվածը գերավ։ Նայեք Հիսուսի կորձերում մասին, հրաշներում մասին, ըրած բժշկություններում մասին քարոզելու ուղղությամբ սատանան այնքան հետաքրքրված չէ, ասեմ ձեզի։ Բայց երբ կուքաս եւ գքարոզես Հիսուս Քրիստոսի հարության մասին, իրեն համար մեծակույն նյութ եւ խնդիրը անիգա է։ Գիտեք ինչու համար։ Երբ որ Հիսուս երկրի վրա էր գաբրեր, սատանային ամեն պլանը ինչ էր, որ զինք մերցնե։ Երբ երեխա էր սկսավ, գիշեք, Հերովտես 2 տարեկանեն վար եղող բոլոր դղա զավակները, բոլորը սուրիպերն է անցուց։ Նպատակը ինչ էր, Հիսուս մանուկներ։ Երբ որ Հիսուսը սկսավ իր առաքելության մասին, գիտես քանի անգամ մահափորձերին իրեն։ Ով գիշե մեկ դեպք, որ մահափորձերին բացի խաչելուտենեն։ Երբ որ ուզեցին զինքը լեռնեն կհավեժեն վար հրել եւ գսե ինք անոնց մեջ են անցավ եւ քնած գսե։ Նպատակը ինչ է իր, որ զինքը մերցնեն։ Սատանան առաջին օրեն ուզեց Հիսուսին մերցնել։ Եվ երբ որ ավակ ուրբաթ եկավ եւ զինք սերփակալեցին եւ զինք չարչարեցին եւ այդ խաչին վրա թրին եւ 6 ժամեր յետ Հիսուս իր գլուխը խոնարեցնելով ասավ ով հայրքու ցերկերուտ մեջ գավանտեմ իմ հոգիս դժողքի մեջ մեծ celebration մսկսավ ասեմ ցեզի որպես թե հաղթության օր սատանային բոլոր պլանը Հիսուսի համար գիտեք մինչև ուր էր մինչև քերեզման գիտեք ինչու համար որտեղ բոլոր մարդկության պատմության մեջ այդպես է ամեն մարդ կուքա գմերնի քերեզմանը գտրվի հոգին Աստծո արչև գելլե եւ Թադաստանի արչև գելլե հաշվետվության արչև սատանան գիտեք ինչ ասավ ով ազադայա վերջացա այս մարդուն ցերկեն ազադեցա վերջացա թաղվեցա մարմինը հիմա հոգին իր հորքով գնաց թող երթա հոն մնա այս աշխարհը եւ այս աշխարհի մեջ մնացածները ամենը իմ կոնտրոլիս տակը ինք հայդարարեց հաղթություն քերեզմանին վրա հաշիվը ամփոխչությամբ ճուրի ինգավ երբ որ Հիսուս գիրագի արավոտյան գանուխ այդ մերելներում մեջ են հարություն արավ ասիգա սատանային համար հաշիվներում մեջ էր իր պլանի մեջ էր եւ իր բոլոր ծրագիրները իթերև հանեց ամեն ինչ ճուրի ինգան հարությունը Հիսուս Քրիստոսի համար եւ իր հետևորդներուն համար, քեզի համար քույրս, քեզի համար եղբայրս, քեզի համար քույրս, հաղթության օր է։ Մեզի համար հաղթության օր է։ Հալելույա, այո, փառքի Սուրբ անվանը։ Հալելույա։ Գիտեք, առաքյալներուն համար այլևս մահը նույնիսկ նշանակություն չուներ։ Գիշեք Պետրոսը, երբ որ Հիսուս պիտի ցերպակալվեր, Հիսուսը ասավ որ այսօր զիս պիտի ցերպակալեմ բոլորը դալ պիտի ուրանակ ինձի։ Քաչմ Պետրոս Մամիգոնյան, ներողություն Մամիգոնյան չէ, sorry։ Միշ Պերանիս վարժվերը չէ, Քաչմ Վարդան Մամիգոնյան։ Քաչմ Պետրոս եկավ եւ ինչ ասավ։ Տուն ինձի չես գիտե, գարձես իմ մասից կխոսին, երավ։ Այնքան շատ անգամ ինքնավստահ ենք մենք մեզ մե տուն ինձի չես գիտեր ամենն ալ ուրանան ոչ ես եւ գիտեք պատմությունը չեր գարեմ 3 անգամ ուրացավ իրեն բայց երբ հարութենեն իդ Հիսուսը տեսավ
Հիսուս գնաց եւ տեսավ, որ ինքը ծովեզերքը ցուկ կորսա, գնաց եւ զինք կանչեց եւ իրեն քովարավ եւ սկսավ իրեն հետ սերմ խոսակցությունը Պետրոսից անոնցման վելիգը սիրես։ Գիտես ոնց ինչ ասավ իրեն։ Հիսուս Պետրոսին աբակայի մասին մարգարեություն արավ։ Ով գիշե։ Անի Պետրոս արավ, բայց Հիսուս Պետրոսին ցանկին եւ մահվան եւ վախճանին համար մարգարեություն արավ։ Ինչ էր անիկա գիշես, ինչ էր այդ կոդին պատմությունը։ Գիշեք։ Ասավ երբ որ տուն բադանի էիր, տուն քու կոդիտ տուն քեզի գաբեիր եւ ուզած տեղդ կերտայր։ Բայց երբ դարիքը թարաչանա եւ ձերանաս, ցերկերը ուրիշը վեր պիտի վերցնեն եւ քու կոդիտ ուրիշը պիտի գաբեր։ Այս օրինակը ինչու համար ասավ, գիտեք։ Ասավ զայս խոսեցավ Պետրոսին, ցույց տալով թե ինչպիսի մահով պիտի մեռնի։ Հարութենեն վերջ այս խորհուրդը Պետրոսին համար ուրախություն էր։ Ուրախություն էր, հոգը չէր։ Քիչ առաջ աղախինեմը վախցողը հիմա Սուրբ Հոգին երբ որ իրեն վրա իջավ, ելավ եւ հազարավոր մարդոց Հիսուս Քրիստոսի հարությունը կարոզեց։ Գիտեր որ Հիսուս իրեն ասավ որ դու պիտի մահանաս այն գերբով որ պիտի չփափակեիր։ Եվ գիտեք Պետրոս ինչպես մահացավ։ Գսե քլխիվար խաչվեցավ, ճուզեց Հիսուսի պես խաչվիլ։ Քլխիվար խաչվելը ավելի ահավոր է։ Ամբողջ մարմնի արյունը քլխուտ մեջ կսկսի հավաքվել։ Եվ Պետրոս ասոնց մե ովևէ մեկեն չխուսափեցավ։ Գիտեք ինչու համար դեսավ Հիսուսը աչքերովը, եկավ եւ շոշափեց իրեն, դեսավ թե ինքը կենթանի է։ Եվ Հիսուսը ասավ որ եթե ես կենթանի եմ, դու ալ կենթանի բիդելլաս։ Ես եմ հարությունը եւ կյանքը, ամ որ ինձի կհավատա, թեև մեռնի բիդի ապրի։ Հալելույա, փառքի Սուրբ անվանը։ Հալելույա, փառքի Սուրբ անվանը։ Գիտեք սիրելիներ, քիչ առաջ երբ կհիշեցնեի ուրբաթ օրը մենք խոսեցանք եւ ասինք որ խաչը կողկոտան եւ խաչելությունը մարդկային պատմության մեջ մեծակույն հարցին լուծման պատճառ եղավ եւ հիշեցինք թե անիկա մեղքն է։ Գիտեք հարությունն ալ մարդկային պատմության մեջ ամենամեծ եղող վախի նյութին լուծումը եղավ։ Ցեզի հարցնեմ մարդու համար 8 բիլիոն ժողովրդին հարցնես ինչ փանգա որ ամենեն շատ կվախնաս ծեր գարձիկով ինչ կսեն մնացյալ բոլոր բաները լուծելի են հիվանդ ես բժիշկի գերտաս տեղեր գառնես աղքատես գաշխատիս քիչ ավելի բարեգեցիկ կյանք ապրես ովևէ մեկ հարց ունիս կրնաս լուծել թադարանի մեջ ես կրնաս թադավորին դված վճիրով քու կյանքը տասավորել բայց երբ հարցը գուքա մահը եւ քերեզմանը այս երկուքին վախը մարդուն սրդի մեջ ծնածորեն մինչև մեռած օրը պիտի չի անհետանա երեխային հարցուր գուզես մեռնիլ ոչ կսե բադանին հարցուր 12-ին 18 տարեկան գուզես մեռնիլ ոչ կսե երդասարտին հարցուր չափահասին հարցուր դարեցին հարցուր ձերին հարցուր ալևորին հարցուր 95 տարեկանին գուզես մեռնիլ չէ դղաս չեմ ուզեր մեռնիլ կյանքը անուշ է եւ ճիշտ է մեկը ճուզեր ամեն մարդ գվախնա գիտեք Հիսուսի հարությունը oh my goodness այս խոսքերը որոնք կան առաջին Կորինթացիի մեջ որ քիչ առաջ գարտացի նոր են գուզեմ գարտալ նայեցեք կսե բայց երբ այս աբագանացու մարմինը անաբագանություն հակվի եւ այս մահկանացուն անմահություն հակնի այն ադեմ պիտի գադարվի այն խոսքը որ քրվեցավ մահը հաղթության մեջ ընկղմեցավ մահը հաղթության որ հաղթության մեջ
Հիսուս Քրիստոսի հարության հաղթության մեջ մահը ընկղմեցավ։ Ընկղմեցավ ինչ կնշանակի, դեք խեղդվեցավ։ Ավելի ճիշտ բառը, եթե մեկը ճուրի մեջ խեղդվի, վերջ։ Վերջագետ։ Անգևեշ նայեցեք ինչ կսե։ Ուր է ով մա քու խայթոցդ, ուր է ով քերեզման քու հաղթությունդ։ Ուր է ով մա քու խայթոցդ։ Խայթոց է որ գսեմ ինչ առաջին բանը մտքիդ մեջ ինչ կուկա։ Օծ։ Թույն գամ օծը չէ։ Գարիչը գա, օծը գա, բայց ավելի նշանավոր է օծը, որտեղ դեսագավոր օծեր կան, որոնք թունավոր են։ Գիտեք, բոսարակյալ գսե ուր եմ ով մահկու խայտոցդ։ Ձեզ այսպես նկարագրեմ, երբ կխորհրդածեի դեր այս պատկերը բերավ։ Երբ որ գսե ուր է ով մահկու խայտոցդ։ Հիսուս եկավ եւ այդ օծը դեսավ, որ խայտոց ունի, որ կմերցնե։ Գիտեք, օծը բռնելու հadoop գերբեր կա։ Չես կրնար օծին բոչեն բռնել։ Օծին բոչեն բռնեցիր, ինքնակեզ ուրիշ տեղեն կբռնե։ Բիդի բռնես ուրգե, քլխուն ճիշտ գողքին կովեն։ Հիսուս եկավ եւ բռնեց այդ օծը։ Օծը սկսավ փերանը փանալու։ Գիտեք, դեսել եք օծին փերան, երբ որ փանա այսպես երկու հատ զորավոր, այսպես սուր, ագրա է չեմ գիտեր ինչ է, որ մե թույնը գսրսկե։ Գիտեք Հիսուս ինչ երավ։ Բռնեց այդ ագրաները ասանգրավ։ Չտ։ Վերջի ետ նետեց։ Մահը բիդելա առանց խայթոցի։ Եվ այդ մահը բիդի կա և քեզի բիդի չխգարնախ, այդ օծի քու շուրջդ բիդի բդդի և քեզ բիդի չգրնախ խայթել, որդև խայթոցը վախն է։ Վախն է։ Երբ կսե ուր է ով մահկու խայթոցդ, վախի խայթոցն է։ Ուր է ով քերեզման քու հաղթությունդ։ Քերեզմանի մասին ալ կսե ուր է ով քերեզման քու հաղթությունդ։ Գիտեք ամեն մարդ որ գմերնի Մերնել են վեր չգիտեր, իրեն գարնեն, թակաղի մեջ կտնեն, գդանին, կփորեն այդ 2 մետր քառակուսի մեջ կիչեցնեն, վրան կկոցեն, լուրջ ունի ինչ կլա ինքը, իր հոգին դերոջը արջևն է։ Բայց տուն և ես որ հետն ենք, կացեր ենք այդ արարողության, գնայինք, մերալ վերջ հոս է, ասի 2 մետր քառակուսի մեջ պիտի շնանք մենգալ, հանգարց կտեսնես հոս էլեկտրիկ է, գիտեք, միջին արևելք մանյել երկ, կոդիով գիչեցնեն, հոստե գոջակ ասակ մեգա, գգոխ է, գսկսի շնելու, գիշնե, միչև վար, կոդիները գկակշեն, հող գսկսին վրան տապելու, գգենաս կսես որ, հույս չիգա, կերեզմանի մեջ հույս չիգա, Գիտեք Հիսուսի հարությունը ամեն տեսակ հուսահատության լուծում է եղավ, որովհետև տուն եւ ես գիտենք, որ երբ որ մեր մարմինները հոմ պիտի տրվի, ինչպես Հիսուս հարություն արավ, մեր մարմիններն ալ օրմը հարություն պիտի առնեն։ Մենք հուսահատ չենք քույրեր եղբայրներ, մենք անհույս չենք։ Հարություն պիտի առնեն մեր մարմինները։ Երբ որ 15-րդ գլուխը գգարտաս, հոնդեղը գբացադրե ասոր մասին։ Հաջեցեք երբ երթակ դուն առաջին Կորինթացիս 15-րդ գլուխը քիչ մի երկար է։ Գարտացեք, հաջեցեք։ Հարության լավագույն նկարագրությունը Պողոս Սարակյալ աստվածային հայտնությունով մեզ գուտա։ Ուր է ով մահկու խայթոցդ ագրաները գդրդեց։ Վախի ագրաները գդրեց, ուր է ով քերեզման քու հաղթությունը, հուսահատության ապրումները բոլորը ոչնչացուց, և հիմա տուն գիտես, տուն լավ գիտես, որ նույնիսկ քեզի այդ 2 մետր հողի մեջ տնեն, թակաղով հոն իջեցնեն, գիտես, որ երբ որ Հիսուս կա, հարություն պիտի առնես։ Տերևս ասես, եղբայր, մարդիկ կան, որ մերան ասվածը սավ հող է իր հողը լաս, չէ? Շադերում մարմին հող եղավ։
Եթե Աստված հողեն Ադամ եւ Եվան ստեղծեց, այդ նույն հողենա քեզի հետ կրնա հարուցանել։ Աստված տրամակլուխի պետք չունի։ Աստված ինչպես Հիսուսը մերելներեն հարություն անել դպավ, քեզ եւ ինձի ալ պիտի դա։ Եվ գիտեք, այս մեկը եղավ, որբեսի մարդուն վախի եւ հուսահատության խնդիրը։ Սա մեր մեծակույն խնդիրն է երկրի վրա։ Այս կյանքին մեջ մեծակույն խնդիրը վախը եւ հուսահատությունը։ Մահվնենք վախնանք, քերեզմանը մեզի համար վերջ է, հուսահատության խորք է։ Հիսուս եկավ եւ այս բոլորը վերջացուց, այս բոլորը վերցուց։ Եվ ասում եմ ավելի կարևոր բանալ, վերջին խորհուրդը ցեզի դամ։ Գգարտանք սիրելներ, որ Հռոմեացիս 4-րդ գլխուն, հալելույա, մեկա ցեզի աս համարը գարտամ։ Հռոմեացիս 4-րդ գլխուն 25-րդ համարը գսե, որ մեր հանցանքներուն համար մատնվեցավ։ Մեր հանցանքներուն համար խաչին վրա մատնվեցավ ու մեզ արդարացնելու համար հարություն արավ։ Մեզ արդարացնելու համար հարություն արավ։ Եթե քեզ հարցնեմ, ինչպես Հիսուս Քրիստոսի հարությունը մեզ արդարացնե, մեկը գա որ գրնա խաղապար մտալ։ Թեև այսօր կարոզ է, բայց հոգ չէ բոլորս կմիանանք կմասնակցենք։ Եթե Facebook-ի կամ YouTube-ի վրա մեզ հետևող քույրեր եղբայրներ, եթե գուզեք դուք ալ ծեր գարձիկները դակ կոմենտրեք։ Ինչպես Հիսուսի հարությունը մեզ արդարացնե։ Ինչպես ես արդարանամ։ Հարությունը մեղքերու հետ կապ չունի։ Խաչը, որ մեզ կսե, որ հալելույա, որ մեր հանցանքներուն համար մատնվեցավ։ Խաչը մեր մեղքերուն հետ խնդիրը լուծեց։ Իսկ հարությունը գսե արդարություն։ Քիչ առաջ տեսանք մեր վախը, մեր հուսահատությունը լուծեց։ Եվ կարևոր բանը մեզ արդարացուց։ Լավ, ցեզի չօգնեցել եմ։ Գիտեք, երբ որ Հիսուս եկավ եւ խաչին վրա իր կյանքը մեզի համար տվավ, մեր բոլորի մեղքը իր վրա արավ, չէ՞։ Հիմա հարցնեմ։ Քու մեղքդ, իմ մեղքս, մեր նախնիներու մեղքը։ Հիմա քեզի եթե ասեմ որ օրվա հрьяաները, օրվա հռոմեացիները անոնք էին որ սպանեցին։ Ես քեզի ասեմ, մեզ մե ով որ լար այնտեղ այդ ժամանակի մեջ մենք ալ մասնակից կրնային գլալ։ Ամեն մեկս մեղ կործեցինք եւ ամեն մեկուս մեղքին համար Հիսուս մեռավ։ Հոգ չէ որու ցերկով եղավ, հաբա որու բաճարով եղավ։ Բաճարը տուն եւ ես ենք։ Չէ։ Հիմա երբ որ այստեղ ոչիրը կործվի, ենթադրենք ես ոչիրը կործեցի։ Օրինակը միշտ ես իմ վրա սարնեմ, որբեսի դուք հանկես սկաք։ Ես մեգումը սպանեցի։ Եվ արի եւ այդ թիագը դարի եւ ծածկեցի, բահեցի։ Բուշի մեջ, անդարի մեջ անգյումը փորեցի, թաղեցի եւ ծածկեցի եւ մեկը չտեսավ։ Հիմա սկսան ընտանիքին անդամները ասել որ գործված է պոլիսը մեջ մտա, պոլիսը սկսավ քննարկություններ անել, investigate անել։ Եվ դերևս գասկածեցան մի քանի հոգի վրա գասկած ունեցան, որոնց մեկը ես եմ։ Եվ եկան եւ ինձի police station դարին սկսան հարցակնել, ասել եւ իրենցի որ ես լուրջ չունեմ, ես դեղյակ չեմ, ես փամոչարի։ Գերնան ինձ դադարել։ Գերնան ինձ դադարել, եթե ես ասեմ որ ես լուրջ ունիմ, ես չմերցուցի, ես դեղյակ չեմ որ ինքը մեռած է։ Որքան ադեմ որ ոստիկանությունը այդ թիագը, այդ մեռած մարդուն մարմինը չգտնե եւ անով վրայեն ցերկի նշանները կամ բոլոր նշանները որոնք կան ինչ որ հետքեր մնացած են անոնք առնելով քննարկեն եւ փաստեն որ ես եմ անիգա չեն գնար ինձ դադարել։ Թիագը չգտնեն չեն գնար ինձ դադարել։ Ես անմեղ եմ ազատ եմ։ Հիմա այս նույն բարական եկեք բերենք Քրիստոսի եւ մեր եղած հարցի մեջ։ Մեր մեղքերը իրեն մահվան պատճառ եղան, չէ՞։ Գիտեք սատանան ինչ կնած Աստծո առջև ասավ։ Այս բոլոր մարդկությունը մեղավոր է։
Այս բոլոր մարդկության պատճառով Հիսուս մեռավ։ Այսինքն ես եւ դու զինքը սպանեցինք։ Ես եւ դու զինքը մերցուցինք։ Եվ ինչը սա գիտես, հոր ասզոսա որ եկուր քեզի դանիմ քերեզմանը եւ ցցնեմ թե անոր թիագը հոն է մեռած է։ Եվ երբ որ արավ հորը եւ դարավ թիագը քերեզմանը եւ քերեզմանին թուրը բացավ դեսավ որ հոնդեղը թիակ չի գա։ Եվ երբ որ թիակ չի գա մեկը քեզ չի գրնար մեղատրել ասելով որ դու մեղավոր ես։ Հիսուսի հարությունը այս պատճառով քու եւ իմ արդարությունը եղավ։ Ես արդար եմ որովհետեւ թիակ չի գա, որովհետեւ հարություն արավ Հիսուս Քրիստոս։ Եվ իր հարությունով ես եւ դու արդարացանք։ Այո, գարժե զորավոր ողջունը դերոջը։ Գերսամիտ կսպասադրել։ Պասչիգա։ Ոևէ մեկ հետ մչիցկեցինք յետևեն, որովհետև ամեն հետքեր Հիսուս հարությունով ճնճեց։ Չիկա փամը թանագի դեր զարգերենք հարություն արավ եւ դեր մչիգա։ Ամեն ինչ ցերկերուն ասոնք վերքեր են ասոնք։ Մահ չիկա որ թադաբարդվինք։ Որովհետև Հիսուս հարություն արավ։ Անոր համար գսե մեր մեղքերուն համար չարչարվեցավ եւ մեզ արդարացնելու համար հարություն արավ։ Քերեզմանի մեջ եթե ինք մնար, ես եւ դուն թադաբարդված էինք։ Եվ որովհետև քերեզմանը բարաբ է, թափուր է մինչև այսօր, դուն եւ ես արդարացած ենք սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Փառք իր սուրբ անվանը։ Ամեն։ Հալելույա, հալելույա։ Ամենեն մեծակույն վախի խնդիրը լուծեց։ Հուսահատության հարցը լուծեց։ Եվ մեղավորը լալու, մեղատրանքի դագը լալու, թադաբարդության հարցը լուծեց, քեզ եւ զիս արդարացնելով իր հարությունով։ Այսօր մենք այս հարությունը գտոնենք։ Այսօր մենք այս հարուցյալ Հիսուսի մասին գխոսենք։ Գսենք դեր շնորհակալ ենք որ հարություն արիր։ Անորամար բոլորիդ նույն ավետիսը գուդամ Քրիստոս հարյավ ի մերելոց։ Հալելույա, փառք լայեն։ Չեմ գիտեր արդու ինչպես արտնցար, բայց ասկե ետք քու մնացյալ օրվա ժամերդ այս ուրախությունով անցուր։ Լավ որ Հիսուս հարություն արավ, վախի հարցը լուծեց։ Ես չեմ վախնար, ագրանիրը գդրդեց։ Այդ օծին վրա ես հիմա գող կրդեմ, գջզմրդեմ։ Այդ վախ բաճարող օծը ինձի համար հիմա գող կրդելու կեղեցիկ հաղթություն մնե։ Ես կրնամ հաղթել իրեն գող կրդելով։ Մեկ ադասանք ոտքով գող կրդե, ոտ նստած տեղը դասանք ջզմրդե։ Հալելույա, փառք իրեն։ Հալելույա։ Հալելույա, փառք իր սուրբ անվանը։ Հուսահատությունը, որ գուքայր եւ գտեսներ, հիմա ինքն է, գարկ ինձի պիտի կա։ Նոր է միտքս անեկդոտ մի եկավ։ Հալելույա։ Գիտեք, ուրախության նյութերը մեզի այդպիսի բաներ գբեր է։ Քյուրը գա, որ սովորություն ունի, որ ով որ ամենեն դարիքոդն է, գիտեն, որ անիգա է, որ պիտի գարկ եկած է մեռնելու։ Հրեշտակ գուկա եւ իրեն գսե հայդե քալե գարկը քուգդե։ So ասանք ջարբիկ ասեմ աչքփած ձերունի մգա մեգալ գնայի շուրջ գնայի որ վաու ամենը մեծ ինքն է ամեն իր մեծեր ամենը կասած են գսե ինչն եմ Գիտե որ ուշ կամ գանուխ բանը պիտի կա հրեշտակը եւ իրեն պիտի եւ երբ որ հրեշտակը ուքա գտեսնե որ այսպես բզդիկ բեբեկի անգողինի մեջ բարգեր է ինքզինքը գաբած է պերանը բիբրոնգա գխմե գխապսեն գտեսնե հրեշտակը գսե ինչ կնես գսե կատիկ գսե կալե կեզի բայ բիդանիմ բայ բիդանիմ կեզի կալե
Մենք ճունինք գատիկ գսելու, մենք գիտենք, որ հաղթած ենք Հիսուսի անունով։ Ուրախացիր նորգյանք, ուրախացիր քույրս, ուրախացիր եղբայրս, Հիսուսով հաղթություն ունենք։ Փառք իր սուրբ անվանը։ Դեր օրհնե բոլորդ եւ աղոտ կսե որ այս երկու օրերը որ հոլիդեյս հարության ուրախությունը, ծնծությունը, հաղթությունը քու սիրտդ, քու միտքդ եւ քու հոգիդ լեցնե։ Հաղթական ապրիր Հիսուսի անունով։ Ամեն ինչ ինքը հրավ եւ կրեդիտը մեզի տվավ։ Ինքը հրավ ամեն ինչ վերջն ասավ, գուզես հաղթության կրեդիտ առնել։ Ով ոչ բիդես է, ովևէ մեկանից արինք եւ ասինք հաղթական ենք Հիսուսի անունով։ Ամեն։ Շնորհք ձեր բոլորին։